Մենք այստեղ ընկերների հետ մի փոքր լուներիր։ Դու հասկանում ես քո արած, հա? Ինչ կո։ Դե պարզը քարտաշի համար դժվար է հասկանալ, թե ինչի արվեստ է։ Ինչ ասած։ Լռում ես։ Ես սրանք քո ընկերներն են։ Հեռացիր իսկ քո ընկերների հետ որևէ ելևէ չտեսնեմ քեզ այստեղ։ Վիրավորված Գերինգը 42 թվի հուլիսի 17-ին։ Նա ոչ միայն տիրապետում էր դերարարական բարձր տեխնիկային, այլև ուներ հազվագյուտ զգացողություն բեմի անտեսանելի օրենքների նկատմամբ, թեև իր էությամբ խորապես թատերական դերասան էր, բայց նաև մեծ ու ազդեցիկ էր իր ներկայությունը կինոյում։ Հրաչյա Ներսիսյան, հայ բեմի նահապետներից, ով իր անունը ոսկե տառ գրեց ազգային արվեստի պատմության էջերում։ Հրաչյա Ներսիսյանը երևի են հազվագյուտ դերասաններից մեկն էր մեր թատերական եւ կինո աշխարհում, որ ինչ ասեմ, ինքնաբուխ տաղանդի դեր, ինքնաբուխ Աստված տվեու չէր խնայել նրան, եւ տեսքը, եւ ձայնը, եւ ինչ ասեմ, դեմքի արտահայտությունը, այդ այլ ժամանակ ասում եք, երբ ես էլ մեծանամ Հրաչյա Ներսիսյանի նման կնճիռներս հասունանան, այդպես սկսեմ այդ տեսակ լուրջ բաներ խաղալ։ Այդ մարդու աչքերը շատ խորն են, շատ։ Ես այդպիսի արտիստ, ուրիշ հայ արտիստ, չգիտեմ, ում աչքերը այդքան խոսում են։ Հրաչյա Ներսիսյանի աչքերի մեջ այնքան օվկիանոսներ կան, եւ այնքան վիշտ կա, հայկական վիշտ, եւ այնքան բարություն կա, եւ այնքան երազանք կա։ Այդ մարդու աչքերի մասին կարելի է երևի երկար խոսել, նույնիսկ չգիտեմ, կան ինչ-որ մենք ունենք բանաստեղծներ, որ գրել են այդ կերպարի մասին, այդ մարդու։ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 12-ին, որոշ տեղերում նշվում է նաև 24-ին, Կոստանդնուպոլսի մերձակայքում գտնվող Նիկոդեմիա փոքրիկ քաղաքում։ Ճիշտ ասած, ես ցավոք Հրաչյա Ներսիսյանին բեմում չեմ տեսել, կինոյում միշտ նայել եւ հիացել եմ մեծ արտիստով, ուղղակի հպարտ եմ, որ հայ իրականությունը ունի այդպիսի մեծ արտիստ, եղել է այդպիսի մեծ արտիստ, որի բոլոր նրա սերնդակիցները եւ նույնիսկ մայրիկս տարբեր առիթներով մեծ գորովանքով եւ սիրով են հիշում նրան, որովհետեւ անսպառ մայքի տեր մի անձնավորություն էր, նա այն ժամանակ սովետական միության ամենահայտնի դերասանն էր Չերկասովի կողքին եւ Մոսկվայում, Պետերբուրգում, այն ժամանակյա Լենինգրադում, երբ նա փողոցով քայլում էր, բոլորը նրան ճանաչում էին, ժողովուրդը հավաքվում էր, անկախ նրանից հայեր են, թե ռուսներ են, նրա շուրջ նա հետ զրուցում էին եւ բոլորը գիտեին, Մոսկվայում հատկապես երբ նա քայլում էր քաղաքով, բոլորը ասում էին «Էտը Պեպո», այսինքն սա Պեպոն է։ Հրաչյա Ներսիսյանի հայրը եղել է հասարակ արհեստավոր, բայց ամեն ինչ արել է որդուն կրթության տալու համար։ Հրաչյան սովորել է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում եւ հայկական Էսայան վարժարանում։ 1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ եւ ծառայում որպես թարգմանիչ։ Նույն թվականի ապրիլին էլ սկսվում է հայոց ցեղասպանությունը։ 3 տարի պաշտոն է թարգմանիչ ու իբրև տաճկական զինվոր շրջում է Մերձավոր Արևելքի ու Միջագետքի երկրներում, ապա 1918 թվականին վերադառնում Կոստանդնուպոլիս։ Հետաքրքիր պատմություն կա ժամանակի ընթացքում, ինքը Գուլակյանին է պատմել, նրա ուսանողների ներկայությամբ, ասել է, գիտեք, այդ տարիներին, երբ որ ես թուրքական բանակում թարգմանիչ էի, մի օր որոշել էի ինքնասպան լինել, փորձել էի վազելով ինձ ծովը նետել եւ դարձյալ արվեստի ձայնը, մի արաբ հովիվի սրնգի ձայն ասում է, ինձ կանգնացրեց, ասում է, եւ ես չկարողացա գնալ այդ քայլին։ Նա տեսել է այդ կոտորածի, այդ ամեն ինչի սև կողմը եւ երևի թե հենց այդ թախիծը, այդ ինչ որ կա նրա աչքերում, հենց այդտեղից է գալիս։ Անցնելով պատերազմը շքանշանների արժանացել իր սխրանքների համար,
Հետո եկել է Պենկլյանի խմբում է եղել ինչ-որ օպերետային, ինչ-որ թատերական խմբում, որից հետո հերթականությունը հիմա գուցե չմտաբերեմ, բայց օրերից մի օր եկել է թատրոն եւ թատրոնում բազմաժանր կերպարներ է ստեղծել։ Արվեստի հետ կապն առաջացել է վաղ տարիներից։ Նրա մորաքրոջ ամուսինը Գրիգոր Պապը արվեստասեր ու կիրթ մարդ է եղել, որի տանը հաճախ են հյուրընկալվել հայ ականավոր մտավորականները, նրանց թվում Կոմիտասն ու Դանիել Վարուժանը։ Նրանց հետաքրքիր զրույցների մշտական ունկնդիրն է եղել ապագա մեծ արտիստը։ Թատրոնի հետ առաջին առնչությունը տեղի է ունենում 20 տարեկանում, երբ ընկերոջ հրավերով մասնակցում է Պոլսի Պտիշան թատրոնի Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։ Բնատուր, լավ ձայնով ու երաժշտական հմտություններով երիտասարդ Հրաչյան հայտնվում է այդ օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն եւ Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին մեծ մասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին մասնակցում է նաև Հրաչյան։ Երբ հին թատրոնի շենքը վառվում է, մեր Սնդուկյան անվան թատրոնի, առավոտյան մի երիտասարդ դերասան հասնում է հոկտեմբերյան, որտեղ Հրաչյան Ներսեսյանը պատրաստվում է ֆիլմի աշխատանքներին, եւ ասում է «Բարպետ, դու գիտեք, որ թատրոնի շենքը վառվեց»։ Ասում մի մկան անգամ դեմքի չշարժվեց։ Ասեց, «Էդ լավ է, եմ ֆոյեում մի գեշ նկար ունեի, վառված կլինի»։ Դրա համար երկար տարիներ ասում էին, որ իբր թե Հրաչյան Ներսեսյանն է կազմակերպել այդ հին թատրոնի, որ դա այրվել է։ Մեծ է դերասան, մեծ։ 1919 թվականին երիտասարդ Հրաչյան խաղում է «Ձայնը հնչեց բեմադրության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ նա իր տաղանդով ու արտաքնով գրավում է Օվի Սևումյանին։ Վերջինս Կոստանդնուպոլիս էր գնացել տաղանդավոր երիտասարդներ փնտրելու ու Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց կարճ ժամանակ անց Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, իսկ Ներսիսյանն իր ուսուցչին ու խորհրդատոին։ Այնուհետև խաղում է տարբեր ներկայացումներում, որոնք բեմադրվում են Վահրամ Փափազյանի եւ Հովանես Աբելյանի ղեկավարությամբ։ Երբ որ Փափազյանը նոր էր եկել, վերադարձել, իր պատվին Օթելո էին ցույց տալիս, եւ Օթելոյի դերը Ներսիսյանն էր խաղում։ Փափազյանը առաջի շարքում նստած նայում է, աշխարհահռչակ Օթելոն։ Նայել է, ցե ներկայացումից հետո ձերքը սխմել է, քանի որ հետո արդեն ինքն է այդ դերում։ Այդ Թաշկինակի պահը, որ հիշում եք, այդ էպիզոդը խաղաց եւ ընդհատեց ներկայացումը, մոտեցավ բեմի եզրին Ներսիսյանը նստած էր։ Այս դերը ասպես կխաղան մանչս։ Դա սատվե։ Այսինքն եւ Ներսիսյանը ընդունում էր, բոլոր մեր դերասանները ընդունում էին, որ Փափազյանը այդ վիշի պիլոտաժը, այդ Աստծո հետ գործ ունի։ 1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին եւ մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայում են Բաթումիում, մի քանի այլ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնում Երևան առաջին պետ թատրոն։ Հրաչյան Ներսիսյանը նրանց միանում է 1 տարի անց։
1923 թվականից Հրաչյա Ներսիսյանը դառնում է Երևանի մշտական բնակիչ եւ հայկական առաջին թատրոնի դերասան։ Ես երիտասարդ ու անփորձ դերասան սովետական Հայաստան եկա Կոնստանտնուպոլսից 1923-ին։ Երևանում արդեն գործում էր առաջին պետական թատրոնը, որն այսօր Սունդուկյանի անունն է կրում։ Առայժմ միակ թատերական օջախն էր այն Հայաստանում եւ այստեղ ավելի քան որևէ այլ տեղ անսքող ու ցայտուն աչքի էր զարնում այդ ժամանակվա հայ արվեստի բազմազան, խայտաբղետ եւ նույնիսկ որոշ չափով խառնաշփոթ վիճակը։ Թատերախումբը համալրված էր մինչ այդ Թիֆլիսում, Բաքվում աշխատած եւ դերասանական տարբեր դպրոցներ անցած, Ռուսաստանից եկած եւ իրենց հետ ռուս թատերական կուլտուրան բերած եւ վերջապես արտասահմանից արևմուտքի եւ արևելքի երկրներից հրավիրված դերասաններով։ Եվ ահա այս շերտերից էլ դերասանական իր ուժերն առավ Հայաստանի երիտասարդ կինեմատոգրաֆը։ Հրաչյա Ներսիսյան Հաջողությամբ կարողացել է խաղալ եւ կատակերգական դերեր, եւ դրամատիկական, եւ ողբերգական դերեր։ Սա սովորաբար խոսում է այն մասին, որ նման կերպ կարող էր խաղալ միայն այն դերասանը, ում խաղը ոչ այնքան կենցաղային մանրամասներով էր հարուստ, որքան կերպարի հոգեբանությունը ներկայացնելու հմտությամբ։ Նա կարողանում էր ընդհանրական գծերով եւ միևնույն ժամանակ բավականին անմիջական ձևով ներկայացնել իր հերոսներին։ Հրաչյան սիրում էր կարդալ։ Կարդում էր ոչ միայն հայերեն ու ռուսերեն, կարդում էր ֆրանսերեն ու անգլերեն, եւ դա նրան առավելություն էր տալիս շատերի նկատմամբ։ Սովորություն չուներ խոսել կարդացած գրքերից, եւ դա էր պատճառը, որ շրջապատի աչքում նա կարդացած մարդու համարում չուներ։ Իր հուշապատում գրքում Հրաչյա Ներսիսյանի մասին գրել է Ռուբեն Սարյանը։ Բացառիկ հմայք, այն ինչ որ կինոյում Լուի Դելյուկի այդ եզրույթի համաձայն անվանում ենք ֆոտոգենիա, 100%-ով դա նաև Հրաչյա Ներսիսյանի մասին է։ Եթե խոսում ենք բնականության մասին, որ կինոյում ամենապարտադիր պայմաններից մեկն է երևի ֆոտոգենիային հավասար, ուրեմն այդ բնականության առումով էլ Հրաչյա Ներսիսյանը էլի այսպես աբսոլյուտի հասնող դրսևորում ունի։ Հստակ գծագրված դիմագծերը, խոր հայացքն ու մաթեմատիկորեն ճշգրիտ դիմախաղը նրա կերտած կերպարները դարձնում էին հիշվող ու կենթանի։ Դեմքի առնական արտահայտությունը մեղմում էր աչքերի կապույտը, խորունկ, բովանդակալի, հաճախ առանց խոսքի օգնության արտահայտում էին մի ամբողջ կյանքի պատմություն։ Ասում են, աչքերը հոգու հայելին են։ Եթե այդ ճիշտ է, ապա Ներսիսյանի աչքերը վկայում էին հոգեկան այն հարստությունը, որ ամեն անգամ բերում էր իր հետ արտիստը բեմ ելնելիս։ Գրիխտե, վախտամ գործես մե։ Գրիխ մտեստա ուսպես վրաստող գուկա։ Այդ վրաս շունի, կնիկ ունեցողը համպերողը լավ է եղել, աչի չաշխարք է մե։ Հայրիկս օրերից մի օր ասեց գնանք մի քիչ քայլենք Աբովյան փողոցով, բարեբախտաբար այդ օրը ներկայացում չուներ, կիրակի էր, և մենք քայլում էինք Աբովյանով, հետո մեզ մոտեցավ մի մարդ, որը ես փոքր տղա էի, երևի մի 8-9 տարեկան էի, կռացավ, այսպես նայեց դեմքիս և ռուսերեն ասեց «Кто сей человек?» Այսքանով այս մարդը։ Ու ես նայեցի այդ մարդու աչքերին ու հանկարծ ինձ թվաց, որ ես ծովին եմ նայում։ Ինձ թվաց, որ դրանք աչքեր չեն, դա ծովն է։ Հետո հայրիկիս հետ զրուցեցին, այդ մարդը գնաց, և այրս ասեց, դու գիտես ով էր, ասեցի ոչ, ասեց դա մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանն էր, այո, նա ծով աչքեր ուներ, և այդ աչքերին հնարավոր չէր չնայել, կտրվել այդ հայացքից, և ակամայից հիշում եմ, ինչ որ աղմկում գետը ֆիլմը,
որտեղ նա այնպիսի հայացք չնայած ֆիլմը գունավոր չի, բայց այդ աչքերը անգամ այդ ոչ գունավոր ֆիլմում, սև ու սպիտակ ֆիլմում, այդ աչքերը եւ այդ հայացքը, որը նա հակառակ կողմից նետում է հայրենիքին, ամեն անգամ նայելիս եւ փոքր տարիքում եւ մինչեւ հիմա, որ նայում եմ եւ չեմ կարողանում անտարբեր մնալ։ Նայիր, ուշադրությամբ նայիր, լավ հիշիր այս դեմքը։ Ես թատրոնի առաջատար դերասաններից եմ եւ մեկը նրանցից, ովքեր իրենց գործունեության հենց սկզբից միաժամանակ աշխատել են եւ թատրոնում եւ կինոյում։ Դժվարանում եմ ասել, թե դրանցից որին եմ ավելի պատկանում։ Ինձ վիճակվել է խաղալ եւ Երևանի կինոստուդիայի առաջին նկարում եւ առաջին հնչյուն ֆիլմում, եւ ժամանակակից եւ պատմական թեմաներով առաջին ֆիլմերում։ Ես երբեք չեմ կարողացել մի դերի վրա կատարած աշխատանքից փորձն օգտագործել հաջորդ դերը պատրաստելիս։ Այնքան տարբեր են եղել դրանք, եւ կարողացել եմ օգտագործել կինոյում կատարած իմ աշխատանքի ընդհանուր փորձը միայն։ Հրաչյա Ներսիսյան։ Կինոյում խաղը, թատրոնում խաղը շատ մեծ է տարբերությունը եւ կինոյում թատերային, այսպես թատերայնությունը կինոյի համար իրականում լուրջ թերություն է։ Բայց ամեն անգամ պատվի համար ֆիլմը դիտելիս Արտաշես Հայարտյանն է եղել ռեժիսորը, երբ տեսնում եմ Հրաչյա Ներսիսյանի եւ Ավետ Ավետիսյանի, հատկապես այդ դուետը, ասենք այդպես, ես շնորհակալ եմ այդ գործի գոյության համար, որովհետեւ իսկ այլ կերպ մենք ինչպես պիտի տեսնեինք իրենց թեկուզ թատերային որոշ իմաստներով խաղը։ Ժապավենի վրա հավերժացել է այն, ինչը սովորաբար ներկայացման հետ գալիս ու գնում է։ Որովհետև այդպիսի մեծերին հասկանալի է ժամանակների, սերունդների, հեռավորությամբ պայմանավորված, մենք չենք տեսել իրենց բեմի վրա, բայց գոնե այսպես կարող ենք վայելել նրանց տաղանդը, նրանց խաղը, նրանց արտիստիզմը եւ այդ իմաստով ինձ համար շատ մեծ արժեք ունի պատվի համարը։ Մի դականար որդի, շատ եմ օգնել հորը շատակին, էլի կօգնեմ։ Արի ստացի ինձանից մի 1000 ռուբլի փող, թուղթ որ մեզանից բան չունես, քեզ էլ ինձ էլ ազատիր այս գլխացավից։ Երբեք, ես թույլ չեմ դա մի կոպեկ անգամ տալ նրան։ Թողտա, դու չես հասկանում։ Հող առաջարկել այդ բանսարկուին նշանակում է վախենալ նրանից։ Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ։ Հայրենական պատերազմից հետո միմյանցից շատ տարբեր դերեր են վիճակվում Ներսիսյանին եւ թատրոնում եւ կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում նամուսում մարմնավորում է Ռուստամի դերը, մինչև կյանքի վերջին շրջանը, երբ 1961 թվականին Տժվժիկ ֆիլմում խաղում է Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու իրեն շնորհված հազվագյուտ կարողությունը։ Միջակ, ջերմդու։ Եթե պարաչունից հոգ չէ, ներսս աղբար։ Ունիմ չունիմ չեմ գիտեր, ար։ Պարան ետքը կբերեմ։ Ռուստամ վաղուց է խաղում թատրոնում։ Երբ Բեկնազարյանն ինձ հանձնարարեց այդ դերը կինոյում, ճիշտ ասած կարգին վախեցա։ Եվ իրոք, ինչպես կարող ես խաղալ, չտեսնելով կոնկրետ հանդիսատեսի։ Ինչպես կարող ես նկարահանվել իմանալով, որ քո խաղը նայելու են միլիոնավոր մարդիկ, երբ եւ որտեղ ուզեն, ինչ տրամադրության մեջ էլ որ լինեն։ Ինձ թվում էր, թե կինոյում խաղալը կույր թռիչքի պես մի բան է, խոստովանել է Հրաչյա Ներսիսյանը։ Ես նկարահանվել սկսեցի սրտի դողով եւ հուզումով։
Երևանի կինոստուդիայի Անդրանիկ նկարի վրա այսպես սկսեցին աշխատել նաև մյուսները։ Մեր առջև դժվարին խնդիր էր դրված։ Նամուսի մասին պատմող վեպն ու պիեսը հայտնի եւ սիրված էին ժողովրդի մեջ։ Ահա թե ինչու մտահոգ էինք, մեր նկարն իր ուժով արդյոք չի զիջի դրանց։ Հիասթափություն չենք պատճառի արդյոք հանդիսատեսին։ Պատասխանատվության զգացումն ու բեմադրողի փորձն օգնեցին, որ պատվով ու նամուսով գլուխ բերենք նամուսի էկրանավորումը։ Խոստովանել է մեծ արտիստը ավելացնելով. այս ֆիլմում ես սիրում եմ հարսանիքի տեսարանը եւ բոլորովին չեմ սիրում եզրափակիչ դրվագը, սպանությունը։ Նամուսում այսպես միանգամից չի, որ ինքը պիտի հայտնվեր, Բեկնազարյանը այդպես կարծես ուրիշ դերասանի էր ուզում, այսպես բան, դա էլ բախտի ինչ-որ մի այսպես բան էր, ուղղորդում էր ճակատագրի, որ Հրաչյա Ներսիսյանին նրա վրա կանգ առավ իր ընտրությունը վերջնական եւ գիտեք Թիֆլիսյան մամուլը, հայալեզու մամուլը, Մարտակոչ թերթը այդպես հատուկ ընդգծել է այն ժամանակ հատկապես Հրաչյա Ներսիսյանի խաղը։ Շատ հետաքրքիր էր, այսպես գրել էին, նա կարծես ամերիկական սիստեմով է խաղում, այդպես այն ժամանակ ամերիկական։ Այսինքն դե Հոլիվուդը կար, արդեն մարդիկ այդ ֆիլմերն էին էկրանին տեսնում եւ փաստորեն նրա խաղը, նրա հմայքը, նրա նկարագիրը, կերպարը, ամեն ինչը այսպես ընկալվել է որպես համեմատելի այդ հոլիվուդյան աստղերի հետ։ Ճանաչում ես Սեյրանին։ Ինչու ես լռում։ Պատասխանիր։ Ով է Սեյրանը։ Մեր հարևանի տղան է։ Սիրել ես նրան։ Սիրել եմ, բայց ես անմեղ եմ։ Նամուսի նման Պեպո պիեսն էլ հայ նոր թատրոնի հիմնադրման ժամանակներից տասնամյակներ շարունակ անընդմեջ ներկայացվել էր մեր բեմերում։ Սակայն թատերական եւ ոչ մի բեմադրության մեջ Պեպոյի գաղափարը չէր հասել հասարակական եւ սոցիալական այնպիսի ընդհանրացման, ինչին հասավ կինոյում։ Թատերական եւ ոչ մի բեմադրություն չէր կարող այդքան լայնորեն եւ միաժամանակ մանրամասնորեն պատկերել այն ժամանակաշրջանի կյանքը, կենցաղն ու մթնոլորտը, որի մեջ ծավալվում են Պեպոյի գործողությունները։ Իր հուշերում գրել է ականավոր դերասանը։ Պեպո նկարումից դուր է գալիս դատավարության տեսարանը, ինչպես նաև Դարչոյի տան դրվագը։ Այստեղ ես խոսքով մարդ եմ մղում այդ անպատկառ ու վախկոտ Փերեզակի հետ եւ ինձ թվում է հաղթությամբ եմ ելնում այդ մենամարտից, գրել է մեծ արտիստը։ Շատերի տունն է քանդի զիմզիմովը։ Շատերի բողազն է դուս կտրի ես հենց։ Ու իս Պեպոն չի մլի, թե դիփունի ջիգրը նրա մեն չիմ հանի։ Շատ ափսոսում եմ, որ Պեպո ֆիլմը վերականգնելիս նրա ձայնը չի հնչում, Բաբկեն Ներսիսյանի ձայնն է հնչում նրա փոխարեն, ինչպես որ Համբարձում Խաչանյանի փոխարեն լսում ենք Մհեր Մկրտչյանի ձայնը, քանի որ այդ մեծ դերասանները ցավոք այլևս աշխարհը լքել էին, մեր երկրային կյանքը լքել էին եւ իրենց փոխարեն ուրիշ արտիստներ են, թեկուզ էլի շատ տաղանդավոր ու մեծ, սակայն ուրիշ ձայներ են նրանց, այսպես ասեմ, հնչյունավորել։ Սովորաբար ինձ մեղադրել են ավելորդ տեմպերամենտ ցուցաբերելու համար, իսկ այստեղ հասկացա, որ տեմպերամենտը երբեք ավելորդ չի լինի եւ գտնված է ապրումը հաղորդելու ճշգրիտ ձևը։ Խումբը Պեպոյի նկարահանմանն անցավ արդեն որոշակի փորձառությամբ, ժամանակի ընթացքում ձեռք բերած պրոֆեսիոնալիզմով, գործի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Մուլա! Արամալի քիզ քվարստինա։ Էսոս կե պատիրը ուշ ծարքիլիս, ուն փուղո, հազար ինսպես նութալնիլիզնա, ու մինստած կեպիսում, վերցնել դրան։ Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի, Լևոն Ներսիսյանը, ով նույնպես օժտված էր բացառիկ տաղանդով։ Հրաշալի գրականագետ էր, թեև կարող էր նաև փայլել դերասանական ոլորտում, որի հաջողությամբ պսակված փորձն ունեցել է։ Լևոն Ներսիսյանն արտիստիկ ուսուցիչ էր,
խոր վերլուծաբան, որ ցանկացած գրական գործի վերաբերում էր խորքից ու աննկարագրելի անհավանական դիտանկյունից։ Հորից Հրաչյան Ներսիսյանի ժառանգել էր կրակոտ ու փառահեղ արտաքին, ինչն օգնում էր նրան կյանքն ավելի վեհորեն ու գերբնական ապրել։ Այդ արտիստիզմ իր ճանապարհը գտավ նաև կինոյում։ Նա նկարահանվել է նաև «Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ» ֆիլմերում։ Քանի որ ին դասախոսը արտասահմանյան գրականության Լևոն Ներսեսիչն էր, մեծ Հրաչյան Ներսեսյանի տղան, ես մի օր հարցրեցի, ասի դու կարող եք ինձ ասել, ինչումն է եղել Հրաչյանի մեծությունը, որտեղ ես քիչ եմ տեսել բեմում նրան։ Ասեց երկու կարևոր բան։ Առաջին կարևորը, որ նա կարողանում էր խմել 80 տարեկանի հետ էլ, 16 տարեկանի էլ։ Երկրորդը, որ նա ամբողջ կյանքը կարոտեց իր հայրենիքը։ Նա իրեն համարում էր տաճկահայ, հայ, բայց տաճկահայ, ուներ այդպիսի զգացողություն։ Բայց իհարկե, ինչպես կպատմեր մեծ Վարդան Աճեմյանը, ասում էր այդպիսի էմոցիոնալ դերասան, մենք մեր շրջապատում չունենք։ Երբ որ մի օր Հրաչյան Ներսիսյանը եկավ մեր սրճարանը, որ Սկվազնյաչոկում, ասեցի ես ձեր տղայի հետ եմ ծանոթացել, շատ հիացած եմ, ասեց ես ալ գոհ եմ իրանից։ Իրան արժանի տղայա, իրա հետ շփվի շատ բան կսովորես իրանից։ Նրա տաղանդը նման է դիցաբանական ոսկե թռչունին, որը չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից։ Նա մեծ արտիստ էր։ Այսպես է բնութագրել հայ թատրոնի լեգենդին ու իր հավատարիմ գոլեգային մեկ այլ կարկառուն դերասան Վահրամ Փափազյանը։ Կա մի բան, որ միայն Աստված կարող է տալ մարդուն, եւ հենց դա է, որ լինում են աստվածատուրիկ արտիստներ, իսկ ուղղակի լինում են նաեւ պրոֆեսիոնալներ։ Դե դրանք էլ են պետք, նրանք էլ են պետք, բայց եթե պրոֆեսիոնալ ես եւ աստվածատուրիկ, ապա դու Հրաչյան Ներսիսյանն ես։ Դա հենց այդ դեպքն է, եւ դա այդ բառը կարելի է ձևակերպել միայն այսպես, թե որքանով է այդ արտիստը վարակիչ։ Եթե նա կարողանում է իրեն նայողներին, իրեն հետ շփողներին վարակել, ստիպել, որ նայեն իրեն, լսեն իրեն ու հասկանան, այդ վարակիչ լինելը սովորեցնելով չի։ Դա Աստծուց է եւ նա դա ուներ։ Աստված հոգին ուսավորի։ Կյանքում կարծես անտարբեր մի կողմ քաշված ավելի դիտող, քան արտահայտվող, ընդհանրապես սակավախոս, նա բեմում լեզու էր առնում, ուժ ստանում եւ արտահայտվում էր, իր խոսքն ասում շատ ավելի ազդեցիկ, քան շատ գիտուններ։ Արտիստ էր ոչ թե զբաղմունքով, այլ էությամբ։ Բեմը նրա տարերքն էր, այն հարազատ միջավայրը, ուր նա ուժեղ էր, երբեմն ամենակարող։ Ռուբեն Զարյան 1961 թվականին Հրաչյան Ներսիսյանը Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ մեկ Գրեգորի կերպարանքով ասաց իր վերջին խոսքն ու հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին։ Նա մեծ դերասան էր, վեհ ու ազնիվ մտածող։ Նրա թողած ժառանգությունն իսկական ազգային հարստություն է կենդանի կոթող սերունդների համար։